Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր դարն է։ Մենք այնքան հաճախ ենք խոսում հանրակրթության բնագավառում առկա թերությունների մասին, որ վերջինս այսօր գիտակցվում է միայն իբրև մտահոգություն։ Սակայն բարեբախտաբար շատ են նաև հուսադրող, անգամ ոգևորիչ օրինակները։ Մենք անդրադառնալու ենք մեր կրթական հաստատություններին։ Այս անգամ մեզ իսկապես ոգևորեց Երևանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցը, ուր ներկայացնում էինք արդի հայ գրականություն։ Սուսաննա Ղազարյան, Հրիփսիմե Ասատրյան, Սարգիս Հայենց եւ նաեւ անվանի դեմքեր Վահագն Դավթյան, Ռազմիկ Դավոյան եւ իհարկե Հովանես Շիրազ։ Մեզ արդեն հարազատ դարձած դպրոցի սաների ելույթները իսկապես տպավորիչ էին, դատեք ինքներդ։ Ես Մարիաննա Աստոյանն եմ, ասմունքելու եմ Հովանես Շիրազի հանճարեղ խելագարը։ Երբ դեռ մանուկ տղա էի, ասում էին խելար ես դու, ինչ թաքցնեմ խելար էի, խայթում էի ամեն մարդու, աչքս ձեռքի հացին գցում, փախցնում էի կամ թե ուզում, քաղցից խելար խոտ շատ կերել, դրանից էր խելքս կորել, երբ պատանի դարձա մի բառ, էլի էին կանչում, խելար, աչքեր տերի մաղունակ, խելք ու մտքիս աչքերն հանել, մենակ մտքիս դու չէիր մենակ, դեռ ոչ մի կույս ինձ չի սիրել, դրանից էր խելքս կորել, բայց հիմա էլ չեն ամաչում, հիմա էլ են խելար կանչում, երբ կանչում եմ ով կույր աշխար, ետ տուր մասիսն իմ վշտահար, ով է տեսել սարը բանտեն, քանդածանին նորից քանդեն, ոնց կհանես ծովս վանա, երբ իմ ամբողջ մի աչքն է նա, չես վախենում աչքից մյուս, որ դարձել է հրթիռ ու լույս, ես այդ լույսով պիտի գրեմ, վանա ծովից մութն էլ ցրեմ, սևան բերեմ ծովս վանա, որ ցամաքած իմ սևանա լցվի նորից, ծով ամրոցի, հայոց դերթած վերքը գոցվի, չէ կգոցվի, հույսս վառ է, այսօր մի ծառ, վաղն անտառ է, ինձ ասում եմ ողջ լռե, դու այդ ում ես աչքդ հառել, մասիսին եմ հառել, էլում դու էլ թուրք ես սովար նախում, որ պոկել ես ուզում նորից, մասիսն անգամ իմ շուրթերից, չէ դու լռե, քո դարն անցավ, քո անհայտի խավարն անցավ, կախպերանամ թուրքին անգամ, երբ ինձ ետ տան հողն իմ հայկան, երկիրն իմ ողջ ծովս վանա, բոլոր սարերն իմ սիփանա, ծովից ծովը հո չեմ ուզում, լճից լիճն եմ ես երազում, կախպերանամ ողջ ազգերին, հեն չթողնեն թուրքին գերին, սրբություններն իմ հայկական, խելքի կգամ, երբ իմանամ Արարատներն արագածին, ոնց մոռանամ շղթայվածին, ոնց մոռանամ եղեռնը մեծ, որ մեր այրան ծովը խմեց, մի բուր թողեց հայոց ծովից, հազիվ պրծանք այրան բովից, մեր հողն առանք, քարը թողինք, ու ծարավ ենք մեր ծով հողին, նոր Հայաստան, առանց մասիս, ինչպես առանց մասիս միսիս, ինչպես լռեմ, միտքս է լռում, լռություն է, սիրտս է գոռում, թե ախ, մասիս ու մոլորվել, դրանից էր խելքս կորել, ինչպես պահեմ խելքս գլխիս, երբ գերի արեմ հողից, մի բուրն լուսինն է ազատված, մայր արաքսն է զանգվից զատված, հրազդանից, որ հեղեղում, նեղ է, գոռում ինձպես բողոքում է նա թե տես, քանդածանին նորից քանդում, ծով շղթայում, սար են բանտում, և այնքան խոր, բայց տարագին, Արարատս մի ողջ երկիր, բանտված է տես ով սրտանեղ, ես եմ խելար, թե դու ով նեղ, Եփրատ, Տիգրիս ու Վանածով, դեռ լցված են հայոց լացով, սփյուռքված է մեծ մի ազգիկ,
Բավ չէ ողջը տեսնեմ գերված, դուք ինձ տեսնեք խելագարված։ Եվ վիճում են ինձնից անմեղ, իմաստուններն ինձնից խելար։ Խելագար է, բայց հանճարեղ է, բայց խելագար։ Արարատով այնքան տարվեց, որ հայ վշտից խելագարվեց։ Բայց հարցրեք իմ երգերին, երգի փոխված իմ վերքերի, իրար ծուր են ծնվել մորից, կամ թե իրավ խենթ եմ նորից, որ երգում եմ սրտով ցասման, որ կազատվեն հողեր սասնան, որ կազատվիս իմ հայ մասիս, ինչ է լինի դու կազատվիս, 7 դար էլ բանտում մնան, չէ, կազատվեն հողերն հայկան, հավատում եմ իմ հավատին, արքագոծ եմ Արարատին, էլ չեն հաչի, թե խենթ եմ ես, կզոհվեմ, բայց մորս պես կշշնջանք մեծամռմուր, ծուր էր, բայց թե սասնածուր էր հայազգնինքը, իր սասնածուր դավթի նման նա կազատե հայրենիքը, յաթաղանից թուրք բռնության, Շիրազն ասաց, Մասիսն է սյուն Հայաստանի, ազգ նավակող մագնիսն է ձյուն Հայաստանի, բավ է հայեր, ծրված բնակ մատներիս պես, բրունցքվելն է հավերժություն Հայաստանի։ Ստեղծագործում եմ 13 տարեկանից, սովորել եմ մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մինչ այդ Արմավիրի մարզի Հայկական գյուղի միջնակարգ դպրոցը։ Ստեղծագործական, այսպես ասած, հաջողություններ ունեցա, երբ իմ դասախոսը, պարոն Ափինյանը, ինչպես ձեր դասախոսն է եղել, նկատեց իմ ստեղծագործական ձիրքը, այսպես ասած, եւ 2008 թվականին տպագրվեցի Նորդար հանդեսում, չզարմանաք, բայց արձակ ստեղծագործություններով, բայց հետո 2009-ին տպագրվեց իմ առաջին ժողովածուն, որը կոչվում է Վերադարձ դեպի արևը։ Դրանից հետո 2015-ին տպագրվեց Վաղը կգա իմ գիրքը, 2019-ին Թռիչքը, 2021-ին Սեր իմ հայրենիքը, այս գիրքներ ես ձեզ նվեր եմ բերել, հետո արդեն 2024-ի վերջին տպագրվեց այս մյուս գիրքը, որը կոչվում է Ջրերի կանչը, եւ վերջին գիրքս ամբողջացրու ինձ այս տարի է տպագրվել, ամիսներ առաջ, սիրելիներ։ Գրական ճանապարհիս մասին մոտավորապես խոսվեց, չեմ ուզում այսպես լայն գործունեություն ենք ծավալում, գրական գործունեություն եւ միշտ մարզելում ենք մեր սիրելի ժողովրդի կողքին, ինչպես հիմա էլ ձեզ հետ ենք, ձեր կողքին ենք, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է, որ այսպիսի կենթանի շփումներ ունենանք։ Ես չեմ ընդունում համացանցային գրողներին, որ նստում գրում են եւ մտածում են իրենց պետք է ծափահարեն։ Մեզ համար շատ կարևոր է, որ ոչ թե դուք մեզ ծափահարեք, այլ մենք միասին շփվենք, մեկս մյուսին դրական էներգիա փոխանցենք, որովհետև հավատացեք, որքան որ ես խոսում եմ, կարծում եմ դրական էներգիա եմ փոխանցում, այդքան էլ ձեզանից ստանում եմ։ Ամենակարևորը կենթանի շփումն է, դուրս եկեք համացանցերից։ Շփվեք իրար հետ։ Ես ուզում եմ կարդալ առաջինը իմ անտիպ գործերից, որ տպագրել եմ, որ գրել եմ մի քանի օր առաջ։ Ժամանակի հետ կապված, կարծում եմ գրողը Չարենցներ չի ասում, թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր, կարծում եմ ես ունեմ այդ ժամանակի շունչը, եւ որ կարդամ, գուցե շատերը զգաք այդ շունչը։ Ելիր դու մհեր, նախնիներից զիլ կանչով փառապանց, ագրավակարից ելիր դու մհեր, եւ բացիր բոլոր ճամփաներն անանց, որ շուտով հասնենք երազանքին մեր։ Ցորենը վաղուց մասուր է կարմիր, եւ գարին ընկույզ մեծ ու յուղալի, դե դուրս արի դու ագրավակարից, հետիր քո ձիուն քուրկիկ ջալալի։ Առաջնորդիր մեզ ճամփով հաղթության, ու թող որոտա ձայնը քո խրոխտ, ժողովիր շուրջը ցրված հայության, վարիր քո սիրտը սրբազան հրով։ Ահա լսվում է խրխինջը ձիուդ, եւ ջուր է հորդում ճակ տված ժայռից, ելիր վերջապես, պարզիր բազուկդ, ու թող սարսափի քեզնից թշնամիդ, նորից արդարի հուշկու հարվածով, զարկիր, թող զարթնի ճշմարտությունը, առաջնորդիր մեզ անմար հավատի,
հավատով ու թող շենանա մեր հայոց տունը։ Շնորհակալություն, սիրելիներ, բնական է, մենք ունեցել ենք վատ օրեր, դրանից հետո մի տեսակ թևաթափ ենք, ընկճված ենք, բայց չի կարելի ընկճվել։ Հիշելով Անդրանիկին, Մհերին, Սասունցի Դավթին, Մոնթեին, Նժդեհին եւ շատ ու շատ մեր հերոսների, մենք պիտի հասկանանք, թե ով ենք մենք, ումից ենք սերվել եւ իրավունք չունենք գլխահակ, կծկված թևաթափ ապրելու։ Ես այսօր եկել եմ դա ձեզ ասելու, որովհետեւ շարունակաբար մտնում ենք համացանց, մեզ այսպես անընդհատ փոքրացնում են, անգամ արձանները այսպես կռացած ու փոքրացած են սարքում, որ մենք բանը դառնանք պատյանով մարդը։ Դուրս գանք մեր պատյաններից, որովհետև մենք իրավունք չունենք պատյանով վախեցած, կծկված ապրելու, դա մեր ապրելակերպը չէ, մենք հայկի սերունդն ենք, մենք իրավունք չունենք պարզապես այդպես ապրելու, համամիտեք ինձ հետ։ Գիտեք, Ղրղըզ գրող Չինգիզ Այթմատովը մի ստեղծագործություն ունի, վեպ, որը կոչվում է «Եվ դարից երկար ձգվում է օրը»։ Այս ստեղծագործության մեջ մենք հանդիպում ենք մի կերպարի, մանկուրտ է կոչվում այդ կերպարը։ Ով է մանկուրտը։ Ես ուզում եմ մի փոքր խոսեմ այդ մասին։ Հիմա կարող եմ անդադ իմ ստեղծագործությունները կարդալ, բայց ես ասելիք ունեմ, չեմ եկել կոպիտ ասած ինձ ցուցադրելու։ Սիրելիներ, ուրեմն այս ստեղծագործության գլխավոր հերոսը, մանկուրտը, հիշողություն չունեցող մարդն էր։ Նա ով չունի հիշողություն, չունի ազգություն, չունի հայրենիք, չունի ընտանիք, չունի ոչ մի բան։ Այսօր մենք պարտավոր ենք այդ հիշողությունը պահելու։ Բոլորիս հաճելի են այն ժամանակակից, չգիտեմ, մեթոդները, որ կիրառվում են, Եվրոպայից ինչ-որ բաներ են վերցնում, հասկանալի է։ Ես չեմ ասում տարազներով կամ չգիտեմ, այսպես փակված մանգանք, բայց մենք պարտավոր ենք ունենալու հիշողություն։ Այ գլխավոր հերոսին, որ տանջահար անելով այդ վայրենի ցեղերը հիշողությունից զրկեցին, նա անգամ չհիշեց իր մորը, ով է մանկուրտը։ Նա մի մարդ է, ով միայն իր տիրոջն է ճանաչում եւ ամեն օր աղոթում է իր տիրոջ համար, պահում է իր տիրոջ տարածքը, անասուններին, բայց այլևս ոչինչ չի հիշում, ինքը չի հիշում ումից է սերվել, իր հայրենիքը որտեղ է, ովքեր են իր ծնողները, իր սիրած աղջկան անգամ չի հիշում։ Այ մեզ այսօր փորձում են վերածել մանկուրտների, սիրելիներ։ Ինչ է նշանակում հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է։ Չսիրես հայրենիքդ, ով ես դու։ Չես կարող պահել այդ հայրենիքը։ Առանց սիրելու ես կարող եմ ձեզ պահպանել։ Իհարկե ոչ։ Առանց սիրելու ես կգայի այստեղ ձեզ հետ խոսելու։ Իհարկե ոչ։ Մենք մեկս մյուսին պիտի սիրենք, մենք պիտի սիրենք մեր հայրենիքը։ Հետևաբար եկեք ու վերջում տղան նետահարում է իր մորը։ Չճանաչելով, մայրը գնում է իրեն փնտրում գտնում է, ինքը նետահարում է իր մորը չճանաչելով եւ ասում է, որ մայրը դառնում է թրջուն, ճերմակ թրջուն եւ թրջում է ու բոլորին հայտնում այդ մասին, որ իր որդին դարձել էր մանկուրտ եւ նետահարեց իրեն, որովհետեւ չէր ճանաչում։ Եկեք չդավենք մեր հայրենիքին, որովհետեւ եթե մենք հիշողությունից զրկվենք, մենք դավելու ենք մեր հայրենիքին, մենք դավելու ենք ինքներս մեր ինքնությանը։ Ով ենք մենք, եթե չունենանք այս հողը, ով ենք մենք, եթե չունենանք այս հայրենիքը, անհայրենիք թափառական ինչ որ, չգիտեմ, քոչվոր կդառնանք, եկեք չդառնանք քոչվորներ, եկեք ամուր կանգնենք այն հողի վրա, այդ գիտակցությունը մեր մեջ ունենանք, որը մեզ պահում է հայ։ Շնորհակալ եմ պարոն Ափինյան ինձ ներկայացնելու համար։ Նաև ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ Վահան Զատիկյանի անվան այս դպրոցում։ Տարիներ առաջ 15-ից 17 թվականներին ես այս դպրոցում մասնակցել եմ Պատանի երկրապահ ակումբի մարզումներին, միջոցառումներին եւ դպրոցը կարծես նորից հարազատացավ ինձ համար, որովհետեւ համարյա ամեն օր այստեղ էի։ Ինչ վերաբերվում է իմ գրական այս առաջի գրքին, սա ինձ համար շատ կարևոր մի ժողովածու է, որը կարելի ասել ապտակ է բոլոր այն մարդկանց, ովքեր հակահայ են, ինչ ասեմ, հակաեկեղեցական են եւ առհասարակ մեր պատմությանը եւ մեր էությանը դեմ են, որովհետեւ այս գիրքը լիովին շիրազաշունչ է գրված, մասիսոտված եւ ինչ որտեղ նաեւ Սարուխանի շունչն էլ կա, Հրաչյա Սարուխանի, ում մասին այսօր խոսվեց։
Ես ճիշտ է, շատ սերվել եմ մեր դասականներից, որը որ եւ ձեզ եմ խորհուրդ տալիս, որ միշտ կրթություն առնենք առաջին հերթին գրքերից նաեւ, բայց դասականների գրքերից եւ լավ գրքերից։ Իմ առաջի գիրքը եղել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը, որի շնորհիվ ես ծանոթացա Թումանյանին, ապա Իսահակյանը հաջորդեց, Տերյանը հաջորդեց եւ ինձ համար ամենահոգեհարազատ գրողը մեր դասականներից եղավ Հովհաննես Շիրազը, ում մեջ ես գտա այն ինչ փնտրում էի, այն ոգին, այն հայրենասիրությունը, այն առնականությունը, որը որ ինձ անհրաժեշտ էր այս գիրքը ծնելու եւ իմ միտքը հայտնելու համար։ Մեկ բանաստեղծություն կարդամ ձեզ համար, որը գրել եմ Արցախից վերադառնալուց հետո, որից հետո հանձնեցի, ճիշտն ասած, շատ ցավալի թեմա է։ Խոսք մթության կամ աղոտ հրեշտակին։ Մթության մեջ վերջին լույսը մարեց, ասա երանելի ով հրեշտակ, ձայնիր, ձայնդ լսեմ, աղոթքներդ շիտակ եւ հասկանամ ինչու լույսը մարեց։ Մթության գորշ ու մռայլ պատկերներում առաջվա պես չկան ճերմակ աղավնիներ եւ ագրավներն են հար նրանց դիվահարում, որ չլինի երբեք խաղաղ կյանքի պատկեր։ Մթության մեջ վերջին լույսը մարեց, ցայնիր ով հրեշտակ երանելի, շողակաթով ճերմակ զենք ու շարաչ երկիր, որ խլանա ձայնը ագրավների։ Սերվել եմ Եղեգան փողից, դες համար սիրային պոեզիա եմ կարդալու այնպես է, մենակ հայրենասիրական չեմ կարդալու, որովհետև ձեր տարիքն այնպիսին է, որ հաստատ գիտեմ ձեր մեջ սիրահարվածներ կլինեն, չէ՞։ Սերվել եմ Եղեգան փողից, խղճի հոգու առևտրի նենգորեր, իսկ ես շախված բոր բարևից ու հողից, իմ շախախով է փորձում տրորել, ով հանդգնեց տատասկ ցանել իմ հողին, իմ հողի մեջ վահագնասերն է քնած, որ ջրվել է արդարադյուն քրտինքով, մի օր պիտի հողս ճեղքի ու ծիլ տա, հայոց տունս լցնի բերք ու բարիքով, հայրենածախ ու դավադիրն են գորեր, իսկ ես շախված բարկարևից ու հողից, ով է փորձում իմ շախախը տրորել, ես սերվել եմ վառվող Եղեգան փողից։ Հիշեք որտեղ Հողի որդին, այս հողի մեջ են արմատներին, այնքան ամուր է և այնքան խորը, որ երկարել են դարերի պես հին ու գտել իրենց հարազատ մորը, իմ երակներում այս հողի բույրն է, ու ես հողաբույր, ու ես հողացին, հոգիս թրջունին օրոքված բույն է, որ սպասում է որդուտուն դարձի, և այս հողից է իմ բիրտ շաղախը, իսկ բնությունս խենթ կամու նման, բնավ չգիտեմ, թե ինչ է վախը, քոքաչ որդին եմ, երկիր Նաիրյան։ Հիշեք, Նաիրյան երկրի զավակները վախկոտ չեն լինում։ Ուրեմն սիրային ստեղծագործություն կարդամ ձեզ համար, հրեշտակից մաքուր։ Այս աղջիկները, որ այստեղ նստած են, և դուք բոլորդ, կանայք, հրեշտակից մաքուր մարդիկ են, որովհետև նրանք ապրում են, նրանք արարում են, նրանք մաքուր են, նրանք հրաշալի են, որովհետև հայ են։ Ես չեմ նսեմացնում ոչ մի ազգի, բայց դուք միշտ հիշեք, դուք հայ եք, սա հպարտություն է, սա այն բանն է, որ պիտի պահեք ձեր սրտում և պահեք հայի այդ վեհ կերպարը, ինչպիսին, որ միշտ եղել ենք։ Հրեշտակից մաքուր, աստղափոշից անիր հարդագողի ճամփին, խորտակված երազով կնոջ սիրտը ետար, նա տվել է քամուն, բաշխել է աստղերին, մնացել է մենակ և հոգին է տկար, խինդ բեր պաղորերում, անարև ու մռայլ, որ մթին է այնպես ասես չի լուսացել, լուսնի մրթից կախվել ու ոռնում է մի գայլ, այդ մենավոր կինը երբեք չի հարսնացել, ջերմակ անուրջներ բեր, ջերմակ շորեր, թող շղարշե մարմնին իջնի ձյունը ջերմակ, գրկիր նրան այնպես, ասես բաց չես թողել, ու թող զգա իրեն հրեշտակից մաքուր։ Սիրելի տղա,
ջաներ, սա ձեզ էր ուղերձ այս ստեղծագործությունը, իդեպ, որ ձեր սիրելիներին սիրեք այնպես, որ նրանք միշտ զգան իրենց հրեշտակից մաքուր սերը վեհացնում է, հավատացեք ինձ։ Կարդամ էլի մի սիրային ստեղծագործություն, եւս մեկը եւ վերջ։ Ուրեմն այս ստեղծագործությունը գրել եմ 2013 թվականին, երբ այսպես հեռացում էր եղել եւ թարմ էին այդ ոտնահետքերը, ինձ համար շատ հարազատ ստեղծագործություն է։ Գնացքներ։ Գնա ու մաքրիր բոլոր հետքերը։ Ինձ պետք չէ քեզնից այլևս ոչինչ։ Դու կորցրեցիր կյանքի գանձերը, հիմա ցնորք է թափառում աննիչ։ Ցնորք է կյանքը, ցնորք է իր դու, խապկանքի բովով մենք անցանք պարտված։ Այժմ նայում ենք նորից մեկ-մեկու, դիմաց հանդուտ ու կյանք կորսված։ Էլ առաջվանը ետ չենք բերելու։ Նույնը չեմ եւ ես, եւ դու նույնը չես։ Անցյալից ոչինչ մեզ չի գերելու։ Կյանքիդ տոմսակը տես չկորցնես։ Փչում են նորից շչակները խուլ, ես կանգնած եմ լուռ նույն խաչմերուկում, որտեղից մեկնեց գնաց քծածուկ, իսկ ես մոլորված տոմսակ եմ փնտրում։ Որպեսզի այս տխուր նոտայով չավարտվենք, վերջում մի ոգևորող ստեղծագործություն ձեզ համար, այս ստեղծագործությունը շատ եմ կարդում, որոշել էի չկարդալ, բայց զգացի, որ կարիքը կա։ Դուք չեք լսել, այո։ Չարենցյան։ Իմ բառերը դաշույնի պես պիտի փայլեն։ Սրալեզու թրի նման կտրեմ պիտի։ Ես չեմ եկել անկյուններում կուչ գամ լռեմ, թող իմ բառը ճշմարտության հուրը լինի։ Իմ բառերը բալասան ու բոց պիտ լինեն, փլատակեն տաճարները անարգսատի, ճշմարտության ապարանքներ պիտ կառուցեն, հոգիներին բաշխեն լույսը երանելի, խենթ բառերս պիտի հնչեն ամեն բեմից, կուլիսներում թող պահ մտնեն, առլետները, չեմ վախենում ես մահացու կախաղանից, թող հավերժի իմ Չարենցյան, մեր Չարենցյան, խիզախ գենը։ Դուք գնում մոտենում եք ում, Մովսես Խորենացուն, Գրիգոր Նարեկացուն, Հովանես Թուման, առջևում իրենք են սպասում։ Եվ եթե հանկարծ քո ճանապարհին նախապապերի դու չհանդիպես, ուրեմն սխալ ճամփով ես գնում եւ ոչ մի հրաշք չի փրկելու քեզ։ Մեկ նկար, Ռազմիկ Դավոյան։ Շնորհակալություն։ Այ իմաստը յուրաքանչյուր տեքստ լսելիս անպայման փորձեք իմաստը ընկալել։ Եվ եթե հանկարծ քո ճանապարհին նախապապերիդ դու չհանդիպես, ուրեմն սխալ ճամփով ես գնում եւ ոչ մի հրաշք չի փրկելու քեզ։ Այս է հայտնագործությունը, որի համար մենք շատ սիրենք մեր բանաստեղծներին։ Ներկայացնում եմ նաև երաժշտության ասպարեզը, որտեղ սովորում եմ Երևանի Պետական կոնսերվատորիայում, զուգահեռ մեներքում եմ Սպենդիարյանի օպերային թատրոնում։ Կարելի ասել, որ այս երկու մշակութային ճյուղերը ավելի ամրապնդեցին իմ մտային զարգացումները, իմ ոգու այդ առնականությունը ավելի պնդացավ եւ մեկ բանաստեղծություն կարդամ, որը գրել եմ հենց օպերային թատրոնում Անուշ օպերայից հետո։ Երկիր երկիչ, երկիր երկիչ, երկդ ձոնիժ լեռներին, թող դղրդան այդ լեռները շիկացած, երկիր քնքուշ, հետո ուժգին տագնապով քարեր երկիր, երկիր դարեր քարացած, տես աղբյուրն է քեզ ձայնակցում, սարից իջնում ու պահ մտնում ժայռի տակ, դու բարեկամ, երկիր հավետ, հողը տակ քեզ կշոյի, չի դղրդավոտքիդ տակ, երկիր երկիչ, թող կռունկը դառնա տուն, թող ագրավը վերանա աշխարից եւ խաղաղվի հրեշտակի հես հոգին ու թուր պատյան վահան դառնա հայերուն, երկիր, երկիր, թող ձորերը զրնգան, թող դղրդան անհունները դարերի, երկնքում են աղավնիներն այն բարի, որ մարդ էին, ընկեր էին, որ չկան։ Շնորհակալություն։
անգամ ասել, չտխրեցնեք իրար, վիշտ իրար չպատճառեք, տխրության մասին չմտածեք, կյանքում եւ սևը կա եւ սպիտակը, կյանքում եւ գեղեցկությունը կա եւ գեղը կա, կյանքում կա եւ լավը եւ վատը, դուք երեխեք ջան, փնտրեք դրականը կյանքում, խնդրում եմ, եթե դուք կարողանաք դա անել, դրականը բազմապատիկ կդառնա ու իբրև ծաղիկ կշահվի ձեր ճանապարհին։ Կյանքի բացական երևույթների կողմը մի նայեք։ Ես այսօր չեմ նայում։ Ու ահա թե ինչու իմ աշխատանքը ստացվում է։ Դուք եք նայեք, փնտրեք դրականը, փնտրեք լավը, կենտրոնացեք լավի վրա, նա ձեզ ուժ կտա, որ դուք ապրեք։ Մանե Ֆրանգուլյան 90 դպրոց, ասմունքելու ենք Համո Սահյանի մեր ճանապարհը։ Մեր կյանքը եղավ դժվարին մի երթ։ Պատնեշներ անցանք մենք անհնարին, մեզ բաժին ընկավ դժվարին մի երթ, դժվարին մի բախտ ու երկ դժվարին։ Մեր դեմ բարձրունքներ կանգնել աննվաճ, եւ այդ բարձրունքի վերելքը երկար, ոչ ոք չէր անցել մեզանից առաջ։ Ու ոչ մի ոտնահետք չկար։ Մենք ճանապարհին եղբայրներ կորցրինք, արշավակիցներ կորցրինք անհամար, եւ տառապանքի ժայռեր կուլ տվինք մի կտոր բեկրանք մարսելու համար։ Մեր առաջնային հրճվանքը խոր մեծ էր ամեն մի տառապանքից եւ բարձրադիր տենչը թևավոր ուժեղ էր անգամ մահվան վտանգից։ Մարդկության հոգսի բեռը մեզ վրա մազե կամուրջներ անցանք աշխարհում։ Հողմերի միջից մենք 1000 տարվա ճանապարհ անցանք 40 տարում։ Եվ եթե նորից մենք աշխարհ գայինք, չենք որոնի ուրիշ ճանապարհ։ Այս ճանապարհը նորից կընտրեինք, նորից կանցնենք այն հերոսաբար, բայց գնում ենք դեռ երթով վիթխարի, աշխարհն է թնդում մեր ամեն քայլից, աշխարհն է թնդում և կեսն աշխարհի շիկնել է մեր վեհ դրոշի փայլից, դեպի ընդվզում և դեպի գրոհ, դեպի երազած բարձրունքները վես, ծածանվիր հավետ, հայկական դրոշ, հայկական բանակ, առաջնորդիր մեզ։ Ես Մարդուան Ալիսան եմ, սովորում եմ համար 90 հիմնական դպրոցի 8-րդ դասարանում։ Շատ հավանեցիր այս ծրագիրը, քանի որ ինչպես հասկացա, բոլորս մենք փորձում ենք մեր խոսքերի միջոցով, մեր սիրո միջոցով արտահայտել մեր սերը հայ գրականության հանդեպ եւ ապրեցնում ենք մեր գրականությունը։ Մանե Ֆրանգուլյան 90 դպրոց, իրականում շատ հետաքրքիր թեմա էր ձեր հետ զրուցելը, շատ հետաքրքիր ինֆորմացիաներ իմացանք մեր հայ գրողների մասին, նաև ժամանակակից գրողների մասին իմացանք, շատ շնորհակալություն։ Եվ մեր ժամանակակից գրող եւ բանասիրներ։ Ուզում եմ ասել, որ ընկեր Բարսեղյանը ասում էր մինչ այս, մենք չենք պատկերացնում, որ այսքան հավես ու հետաքրքիր է ձեր հետ անցնելու, այսինքն վստահաբար կարող ենք ասել, որ կյանքը ձեզ հանդիպելուց առաջ ու ձեզ հանդիպելուց հետո լրիվ այլանում է։ Ինչպես ասես Նորայրը, ձեզ հետ հանդիպելուց հետո մեր կյանքը փոխվեց, օրինակ անձամբ ես չէի հետաքրքրվել ժամանակակից գրականության, բայց այսօր լսելով ժամանակակից գրականության ինչ-որ հատվածներ, սիրեցի եւ հավանեցի, օրինակ շատ հավանեցի մեր Սուսանե Նազարյանի տողերը, որոնք շատ արդի էին եւ կապված էին մեր նախնիների հետ, Եվ ինչպես դուք եք ասում, ով նախնիներին չի հանդիպում իր ճանապարհին, սխալ ուղի վրա է եւ մենք այսօր մեր հանդիպեցինք մեր նախնիներին։ Իսկ հին գրականության մեջ շատ եմ սիրում արևմտահայ գրողներին, իմ արմատները նաև Սասունից են, դրա համար շատ եմ սիրում արևմտահայ գրականություն։ Բայց ամենաշատը արևմտահայ գրականությունից հավանել եմ Պետրոս Դուրյանի ստեղծագործությունները, օրինակ Լճակը իմ ամենահավանած ստեղծագործությունն է եղել դպրոցական ծրագրի մեջ։
Իրականում ես շատ եմ սիրում գրականություն ու շատ շնորհակալ եմ ձեզ, որ ձեր թանկագին ժամանակից եկաք տրամադրեցիք մեզ։ Ինքս շատ եմ սիրում ասմունքել ու շատ եմ սիրում ասմունք լսել։ Ինձ շատ դուր եկավ ձեր խոսքը։ Շնորհակալ եմ շատ։ Հիանալի ու հաճելի րոպեներ մեզ պարգևելու համար։ Կարծում եմ մեր երեխաների համար սա մեծ ձեռքբերում էր, որ կարողացան հանճարեղ մարդու տեսնել, լսել եւ մեծ դասեր քաղել։ Շնորհակալություն մեր հրավերի համար։ Լիլիթն եմ Բարսեղյան, համար 90 հիմնական դպրոցի փոխտնօրենը, շատ հուզված էի, որ պարոն Ափինյանը ընդունեց մեր հրավերը։ Համ ոգևորված, համ շատ հուզված էի, որ հավուր պատշաճի ներկայանանք մեր աշակերտներով, ամեն ինչով, մի խոսքով։ Ուրախ եմ, որ ստացվեց մեր հանդիպումը, ես էներգետիկան զգացի նաև նստած հետևում մեր երեխաների կապը ձեզ հետ, հաստատ բոլորն էլ այս հանդիպումից հետո լիքը սրտով, լիքը հոգով են գնալու տուն, որի համար ես շատ ուրախ եմ մեր երիտասարդ սերնդի համար։ Նաև ուզում եմ ասել, պարոն Ափինյան, քանի որ այստեղ շեշտադրվեց հայրենիքը, հայրենասիրությունը, մեր դպրոցը եղել է այն եզակի դպրոցներից մեկը, որ մեր համայնքում ամենաշատ արցախցի երեխաներին է ընդունել, 100 եւ ավել արցախցի երեխաներ ենք ընդունել։ Այստեղ նստած են մի հատ արցախցիները, ձեր Վանի ջան, շատ կեսը միգուցե ամաչում են, շատ արցախցիներ ունենք նաև այստեղ երեխաներ ում ծնողները, մեր Ալիսայի հայրիկը զոհվել է, հերոսացել է Արցախյան պատերազմի ժամանակ, մեր Հովանեսյան Անահիտի ամուսինը, մի խոսքով մեր դպրոցը ամբողջությամբ հայրենասիրության պորտկում է, այսպես ասեմ, բոլոր միջոցառումներում շեշտադրված է հայրենասիրությունը եւ մեր երեխաների մեջ դրված է հենց այդ կենտրոնացված այդ արժեհամակարգը, ունենալ հայրենասեր երիտասարդ սերունդ։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, այսօր բոլորը խոսում են կրթության բնագավառում տեղ գտած թերությունների եւ խնդիրների մասին։ Բայց մեր կրթական համակարգը շատ լավ վիճակում է, երբ որ դու դեմքով շփվում ես լավագույն դպրոցների հետ։ Այս դպրոցը լավագույն դպրոցներից մեկն է Հայաստանի եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել տնօրենին, ուսուցչական կազմին, որ կրթական այսպիսի բարձր մակարդակ են ապահովել։ Դա երևաց եւ ուսուցիչների մասնագիտական վարպետության հարցում եւ աշակերտների, որոնք զարմանալիորեն բարձր երևույթներ են։ Ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, սիրելի բարեկամներ, այս դպրոցը հանրապետության լավագույն դպրոցներից մեկն է, արժանի բարձր գնահատականի եւ ինչպես իմ բարեկամն ու ընկերն է ասում, Բարսեղը դրոշ եռագույն։